Ավելի քան 3 տարի է ինչ պեկում եմ։ Պեկը առաջին հերթին հնարավորություն է պետության մաս զգալու քեզ, պետության երկրի մաս զգալու, այդ պետության ու երկրի համար ինչ-որ բան անելու։ Եթե դու աշխատում ես պեկում, դու պետք է անընդհատ զարգանաս, պետք է անընդհատ կարդաս, անընդհատ սովորես։ Այս պահին ես մաքսային գործառնությունների սպասարկման թիվ 6 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ եմ։ Մեր բաժնի հիմնական ֆունկցիան բեռների զննում ու բաց թողում։ Առավոտյան աշխատանքի եմ եկել 9-ին, ինչպես միշտ օրը սկսվել է գոլեգաների հետ ջերմ շփումներով ու արդեն աշխատանքը ընկել է բնականon հունի մեջ։ Առավոտյան տարանցիկների ավարտ, հետո արդեն ապրանքային հայտարարագրեր, զննումներ, պահեստներ, կարճ ասած մաքսային հսկողությունը իր բոլոր երանգներով։ Երբ բեռը սահմանային մաքսային կետից կապարակնքվում եւ ուղարկվում է տերմինալ, այդ ժամանակ իրականացնում ենք բեռնատարի արտաքին տեսազննում, ստուգում ենք համարանիշները, ստուգում ենք կապարակնիքը եւ բեռին անհասանելիությունը։ Հիմա պետք է կարմիր ուղի զննումը սկսենք, դրա համար նախ եւ առաջ պետք է ամրացնենք մեր տեսախցիկը։ Կոնկրետ այս պահին ունենք զննելու սառույց պատրաստող սարքեր, որոնք իրենց մեջ պարտադիր պարունակում են խալադագեններ եւ մեր հսկողության իմաստն այն է, որ ստուգենք, հասկանանք այդ խալադագենները համապատասխանում են մեր երկրի բնապահպանական նորմերին, թե ոչ։ Բայց քանի որ մաքսային զննումը պետք է պարտադիր բացենք իր տուփը, արկղը պետք է բացենք, բացելուց հետո նաև ստուգում ենք կոնկրետ ապրանքի վրա դաջված նիշերը, թե ինքը ինչ խալադագեն է պարունակում։ Ասեմ ձեզ, որ ոչ բոլոր ապրանքներն են ենթակա պարտադիր զննման, որովհետև ռիսկերի կառավարման համակարգի կողմից ընտրվում է համապատասխան ուղի եւ ըստ ուղով առաջնորդվելու կատարվում է հետեւյալ մաքսային հսկողությունը։ Ռիսկերի համակարգի կողմից ընտրվում է կանաչ, դեղին կամ կարմիր հսկողության ուղիներ, միջերեսային արտացոլում, այս պարագայում կարմիր էր, դրա համար էլ կատարվում է զննում։ Դեղինի դեպքում փաստաթղթային, կանաչի դեպքում արդեն ոչ փաստաթղթային, ոչ զննում չի իրականացվում։ Տվյալ բեռի մեջ խախտումներ չկար, որ ապրանքը բաց ենք թողնելու։ Բայց եթե լիներ խախտումներ, կազմվել էր զնմանակ արձանագրություն ու ապրանքային հայտարարագիրը մերժվելու էր։ Կուզենայի նաև նշել, որ գործարկվել է արդեն ավտոմատ բաց թողման համակարգը։ Դա ինչ է նշանակում, որ եթե կանաչ ուղու դեպքում ես եմ մաքսային տեսուչն իրականացնում բաց թողման ամբողջ process-ը, մյուս պարագայում ավտոմատ բաց թողման պարագայում մաքսային տեսուչը հսկողություն ընդհանրապես չի իրականացնում եւ բեռը բաց է թողնում համակարգի կողմից։ Երբ որ հայտարարագրվում է ապրանքները, արդեն պետությունը հասկանում է, թե ինչքան ապրանքա ներս մտել, ինչքան ապրանքա դուրս եկել։ Ամբողջ վիճակագրությունը տալիս է ընդհանուր պատկերացում պետության համար։ Մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ պեկի հիմնական ֆունկցիան հենց վարչարարությունն է, ուղղակի հարկերի հավաքագրում, բայց իրականում այդ այդպես չի, որովհետև պեկը ոչ միայն ապահովում է երկրի տնտեսական անվտանգությունը, այլ նաև ապահովում է երկրում տնտեսվարողների շուկայական անվտանգությունը։ Օրինակ, հենց մեր բաց թողման բաժնի ֆունկցիան կայանում է նրանով, որ մենք զննենք ապրանքները, որ թեր հայտարարագրում կամ եղածից ավելի հայտարարագրում չլինի։ Եթե դու հաղթում ես համազգեստ, դու կրում ես համազգեստ, դու պետք է կարողանաս կառավարես քեզ, քո էմոցիաները, ցանկացած բարդ իրավիճակում առաջին հերթին արձագանքես հավասարակշռված սառը դատողության տեսանկյունից, որովհետև գործում պատում են շատ դեպքեր եւ առերեսվում ենք մանիպուլյացիաների, առերեսվում ենք սխալ հայտարարագրումների, որոնք փորձում են թաքցվել այլ մեթոդներով ու տնտեսվարողը մեզ ընկալի ոչ թե որպես վարչարարություն իրականացնող մարմին, այլ որպես գործընկեր։ Կարևոր է տնտեսվարողի կամավոր կարգապահությունը, ու մեր առաքելությունն է ապահովել արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր։